Կպաչել ցեզի եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք, կենդանի զոհը, սուրբ, Աստուծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոն։ Եվ մի կերպարանիկ այս աշխարհի կերպարանքորը, հավասար մտքին նորոգությունով նորոգվեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի և կատարյալ է։ Սերը առանց կեղծավորության, չարեն զզվելով, բարին հարելով, եղբայրասիրության մեջ իրարու վրա կորովալից եղել, պատվելու մեջ իրարմե անցել։ Ճանկի մեջ ուրացեք միան, ովքեր որ ոտքեցեք, Տերոջը ծառայեցեք, հուսով ուրախեք, նեղության մեջ ապերեցեք, սև աղոթքի կեցեք։ Սուրբերուն, պետքերուն հաղորդ եղել, հյուրասիրության ետևե եղել։ Ձեզ հնացողները որդեցեք և մի անիցեք, խնդացողներուն էլ խնդացեք և լացողներուն էլ լացեք, իրարու վրա միևնույն որ ունեցեք, անպարտավորություն մենեք, ապա խոնարհներուն էլ խոնարհեցեք, ինքզիզնիվ իմաստունի տեղ միևնեք։ Չարության փոխարեն մեգուն չարություն մի հալուցանի, բոլոր մարդոց արջև բարի բաներ ընելու հոգ դարել, որ չափ կարելի է ցեզի ամեն մարդու հետ խաղաղություն ունեցել։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ պատկերությունով, ինչ որ ակնկալությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ արագություն և ինչ գողություն որ կան, անոնց մասին խորեցեք և խաղաղության Աստված ձեզի հետ պիտի Չաղոտած մեկ երկու ուտեր, որ ձեր արջև ուզել ծնել, գիտեք, մենք ուստեղը աղոտում ուտեր ունենք, աղոտքի ձրար արգա, որ կաղոտենք, գիտեք, որ մարալ կույրը հոն է, և ասված իրեն առողջացուց և քանի շաբաթ առաջ իր վիճակը նորեն նորոգվեցավ և ստիպեցավ հիվանդանոց մտնել և թիմերը նորեն լավացավ և հիվանդանոցեն դուրս եկավ, բայց կգարոտի մենահոգներուն և աս եկող շաբթվա մեջ պիտի որոշվի, որ ինչ ուժով պիտի որոշեն բժիշկները, բայց գիտենք, որ մեր մեծ բժիշկը դերը և դերը պիտի այդ որոշումները ինչ որ դերը կգամենա և կգործե իրեն կյանքի մեջ և աղոթենք, որ Աստված շարունակեն և նաև այս շաբթվա մեջ մեր պեսենների եկեղեցին Թագուհի Կազանջան երկիտ մոխացուվեցավ, աղոթենք իր ընտանիքի բարականերում, ինքը աղոթող էր եղբայրական եկեղեցիներու հարաբերում և դեր իրեն կանչեց, նաև իմ խնամիս, իմ մեծ հարսիս մայրը երեք շաբթի երկիտ մոխացուվեցավ Անկլիայի մեջ, աղոթենք նորեն մնացած ընտանիքներու բարականերու երեք ամիս իր ամուսին էր մոխացուց երկիտ մոխացուվեցավ երեք ամիս մեջ ինքը դերոջը միացավ աղոթենք աս բոլոր հիվանդներու և իշ եղբայրը չեմ տեսնել շարունակեն աղոթել և բոլոր անոնք որ դերոջը Երբ դա որ հայր որքան երախտավարդ է, որ քեզի վեզ հայր մունի, որ երբեք չլքել,
երբեք մեզի երեսը չծկել։ Միշտ մեզի հետ է և մեր աղբները, մեր ծավեր են դեղյակ է և գխնդրեմ, որ Տեր Հիսուս, Դու իջնես այս առավոտ, ինչպես Դու Տեր Հիսուս խոստովի, որ ամեն օր Դու մեզի հետ ես, ամեն օր մեր բոլոր պետքերը գորգաս։ Եկած ենք այս առավոտ Տեր, Քու երեսդ խնդրելու, Քու ներկայությունդ խնդրելու և Քու լսելու ինչ որ խոսքը Տեր Հիսուս պիտի մատակարարվի, ոչ թե միայն լսողները լան, այլ խոսքը ընդունողը լան և խոսքը աղրողը լան։ Եվ գաղորդեմ Տեր Հիսուս, որ ընդունիս մեր աղբները, ընդունիս մեր պարապանությունը, ընդունիս Տեր Հիսուս մեր եղած վիճակը, որպեսզի Տեր Դու Տեր Հիսուս մեր կյանքերը Դու ուզածի պես շարժես, որպեսզի մենք ապրենք ինչպես որ Դու ուզես։ Ոչ թե որ Քու խոսքը մեր կյանքերում հարմարցնեն, այլ մենք հարմարենք Քու խոսքի վրա Տեր Հիսուս։ Եվ գաղութենք Տեր Հիսուս, որ գիտես մեր եկեղեցին վիճակը։ Դու Տեր Հիսուս այս եկեղեցին օրինակ և հավատարիմ բայես այս ամբունի մեջ, Դու խոսքը տարածելու, խոսքը անխարտախ կերպով իշներում անցնելու, ոչ թե միայն խոսելով, այլ կյանքը ապրելով։ Եկեղեցի շենքը չէ դեր, եկեղեցի մենք ենք։ Գաբրինք, հաճախենք և Տեր Հիսուս եկեղեցին արտում բայեց, որպեսզի մենք համատարիմ ըլանք Քու խոսքի և քեզի։ Եվ գաղութենք հիշես ան հիվանդները, որ հիշեցին Տեր, լայեղի շեղբայրը, որ քեզի պետք ունի ինձ ավելի զորանալու և գաղութենք, որ կատարյալ ավագինում դասիրեն։ Հիշես նաև մարալը Տեր, որ իրեն հարբերություն տված ես, մրատ վստահություն տված ես և մենք գաղութենք, որ Տեր Հիսուս Դու միջամտես և բժիշկները գործածես, որպեսզի իրեն կատարյալ առողջություն տաս։ Հիշես նաև Տեր Հիսուս բոլոր անոնք, որ քեզի պետք ունին, ինչպես Մարիամ քույրը, մեր Սակուլիվը, Տեր Հիսուս իրենց Դագուի քույրը և բոլոր անոնք, որ քեզի պետք ունին, Դու կատարյալ իրենց առողջացնես և Տեր Հիսուս գաղութեմ Տեր երկինք փոխադրված քույրերը իրենց Տեր Հիսուս հանգստին արժանացան և Դու ներկայությանը և գաղութենք, որ իրենց հարազատները, ընտանիքները, որ մխիթարած ես, բայց գիտենք, որ որքան դժվար է Տեր բաժանում են, քանի որ մարմնի մեջ են, միշտ Սուրբ Հոգիին և մխիթարություն դարիք ունին Տեր։ Եվ գաղութենք Տեր Հիսուս նաև հիշես Ըրնես եղբայրը, հիշես Ռիտա քույրը և բոլոր անոնք, որ Տեր Հիսուս տգար են մարմնով և եկած են Քոզ քեզ պարապանելու, Տեր Հիսուս ամեն մոտ գաս և սիրեն զորացնես։ Մասնավորապես գաղութեմ Տեր Հիսուս մեր եկեղեցի մասնավորը, լագիրակնորյան, լամադանիները, երասարները Տեր, իրենց օրտնես, իրենց զորացնես և հավատարիմ արես քեզի և եկեղեցին և այս բոլորը կխնդրեմ Տեր Հիսուս, Դու անունով Դու պարգիտ համար և խոսքդ օրտնես մեզ մի ամեն մեկում այս Հիսուսի անունով։ Ամեն։ Luises, microphone. Așa că fac că studiez microphone, so am just față. Șapte.
Սենք հարաբանել մեր աստծուն երեցի երկերով ապահով մեզ ներ պահեց այս շաբաթը մահմանել և այսօր մեզ հոշվեց որ ներոջը շնորհք ավելի խնդրել և մի օգտագործենք իմ հարկի ապահով ներ մեզ պահեց այս շաբաթը մահմանել և այսօր մեզ հոշվեց որ շնորհք խնդրենք ինչ հաջող եք իրանի են նման և նահորի ինչ հաջող եք իրանի են նման և նահորի երբ շնորհքը դեր խնդրենք սիրելի բրջին ձեռնով հուսապայ երես տեսնենք մեր մեղքեր քամին քեզնով Թող աշխարհը այն ալա և դու մարդդ երևնա Թող աշխարհը այն ալա և դու մարդդ երևնա Երբ որ քեզ պարամանենք ու որ քեզ ներկա ճանչնանք Երբ դու մարդդ մենք տեսնենք Երբ մենք ներկա ճանչնանք Անարներ դու դեր մեզի Ամինեն ականջաշի Անարներ դու դեր մեզի Ամինեն ականջաշի Կարոզված ճշմարտություն Մեղավոր քո նորոգեն Սիրով մեր զարգարություն Եսու մեր մխիթարեն Թող ամեն մեկ իրանի Պատրաստեն մեզ երկնքի Թող ամեն մեկ իրանի Պատրաստեն մեզ Կարող եք նստել կամ ոտքի վրա ինչպես կցանկանաք շարունակենք ինչ գեղեցիկ խոսքեր էին քարոզված ճշմարտությունը թող մեղավորին նորոգի այսօր եւ սուրբերին մխիթարե եւ ինչպես բաչե եղբայրը նշեց քանի դեպքեր օրհնե եւ օրհնե եւ ահա մեզ էլ այսօր հավաքել է որ մի ավելի շատ շնորհքներ խնդրենք եւ ապրենք գործենք իրեն համար Տերոջը շնորհքով ուրախ սրտով կպաշտենք քեզ փառած Աստված սիրով Ուրախ սրտով կպաշտենք քեզ փառած Աստված սիրով Սրտեր բացվին ծանիքներ ձեր արջև արեգանիս Վերածան մեր թաղի ծանիք ու կասկած մեր
եւ օրհնյալ։ Այս հաջորդ երգը վստահ եմ ինձ եւ ձեզ էլ շատ հոգեարազատ երգ է, որ գրքներն ասում են Տեր դու զիս կհիշես, ինչ էլ որ ենք ուր որ ենք, ինչ պարագայի մեջ էլ որ գտնվում ենք, Փառք Հիսուսին, որ Տերը մեզ երբեք չպիտի մոռնա եւ չպիտի թողի, ինչպես խոստացել է, եւ այս երգը խոսքերը ճիշտ այդ են ասում, որ Տեր դու զիս կհիշես, ալ ինչ վախնամ, երբ մոտ ես ինձ, Տեր դու միշտ ինձ կհիշես։ Հաջորդ երգը պիտի երգենք Սուրբ Հոգով լցվելու մասին, գեղեցիկ երգ, որ երկար ատեն չենք երգել, սակայն շատ խոսքերը այնպիսի աղոթքի պես կհնչեն, որ երգենք այս երգը եւ Տերը, ինչպես անցյալ շաբաթ Սուրբ Հոգի հոգեկանոստի օրներ նշեցինք, երգեցինք, Աստծո խոսքը լսեցինք, ահա այս երգը եւս մեկ անգամ երգելու համար, որ Տերը մեզ ավելի լցնի եւ նորոգի Սուրբ Հոգով։ Oh
Սիրելիներ, նախքան Տիրոջ նվիրատվությունները ստանալուց ուզում եմ մի հատ խոսք կիսվեի ձեզ հետ։ Տարիներ առաջ, երբ որ այս աստվածաշունչը ես գնեցի, ինքը New King James աստվածաշունչ է, բայց Ջոն Մաքսվելի առաջնորդական։ Այսինքն մեջը Ջոն Մաքսվելի առակները խոսքեր մի բաներ մի եւ կարդում է Աստծո խոսքը եւ անցա այս մի բանի ուզում ձեզ հետ կիսվեմ, որ այս բանի համար լավն է։ One day Jesus spotted a destitute woman in the temple. Իսուսը մեկ օր նկատեց մի կնոջ տաճարի մեջ։ Destitute օգնածերևի Although she had almost nothing, she put 2 small coins into the treasury. Jesus singled her out and lauded her example. Jesus անհատական իրեն վերցրեց եւ բարձրաձայն իրան օգտագործեց որպես օրինակ. He even favorably compared her to the rich who gave out their surplus. Նա նույնիսկ ասեց, համեմատեց մեծահարուստի, որ իրենց հավելցուկից էին տալիս։ Գիտեք, շատ անգամ, եթե գնանք Հայաստան հատկապես, այնտեղ մեծահարուստներ կան, որ իրենց բակի մեջ եկեղեցիներ են սարքել, օգտիկ։ Եվ այդ եկեղեցի մեջ մտնում են իրաց մեղքերը թողություն խնդրելու։ Իրենց անձնական փոքրիկ եկեղեցին են սարքել։ Այստեղ խոսքը այդքան մեծահարուստի եւ աղքատի չի, it's not much about the rich and poor, it's about the heart. Սրտի է կարևոր։ God considered her gift more noble than theirs. Աստված այդ կնոջ տված ավելի մեծ տեսավ. Jesus used a strategy called bell-sheep. Իսուս օգտագործեց այս օրինակը են ոչխարները կամ օրինակ վզների զանգակ են դնում. When you want to encourage certain behavior, find someone who's doing what you want. And call attention to it. Affirm it. Like a shepherd hanging a bell around the neck of the sheep, he wants the flock to follow. Ինչպես որ հովիվը այդ զանգակը դնում է այն ոչխարի վզին, որ ուզում է մնացած ոչխարները հետևեն, like the rest of the sheep to follow. Հետևեն այդ առաջնորդ ոչխարին. Encourage others to watch the example of the one doing right. Քաջալերի մյուսներին, որպես օրինակ, որ հետևեն ճիշտ կատարող մարդու աշխատանքը. Visual sermons yield far better results than verbal ones. Աչքով տեսած քարոզները ասում ավելի ուշադրություն է գրավում, քան թե միայն բերանով ասելը։ Երբ որ ես կարդացի հաջելի է լսել իր տեսանկյունը, ինչպես է Մաքսվելի իհարկե շատ կարելի ասել արծաթալեզու, ճարտար լեզու ունեցող հոյակապ առաջնորդ 1 million leadership mandate տարիներ առաջ 1 միլիոն առաջնորդներ բարձրացնող աշխարհով մեծ տեսիքի մարդ եւ մեծ ազդեցություն հոգեվոր դաշտի մեջ ունեցող անձ շատ եմ սիրում ես իր խոսքերից շատ իմաստուն խոսքեր տալիս։ Ինչ հետաքրքիր է այստեղ օրինակ ծառայել։ Սերել մեկ ամեն մեկս մնալ։ Ես իմ հորս էի նայում որպես օրինակ հոգեվոր հայր։ Եվ ինչպես է ինքը պատրաստվում ամեն առավոտ, թե իր հագնվելով, թե պատրաստելով նվիրատվությունը, թե ուտելիքները բերելու էր, ուտելիքի մեջ զորություն կար, ամեն մի ընտանիք վերցնում էր այդ կիրակին
տարբեր ձևերով ինքը պատրաստվում էր։ Ինձ համար դա օրինակ է, թե ինչպես իր ֆինանսներ պատրաստում, թե ինչպես, այդպես էլ այդ ոչխարն է օրինակներում զանգակը, որ առաջնորդ էր։ Եվ այդ կնոջ երկու լումաները օրինակ է Հիսուսի համար, թե ինչպես։ Եվ ամեն մեկս էլ մենք մեր բաժին ունենք։ Ամեն, ամեն։ Սարգիս ջան, Մայքյան եղբայրներ եկեք կարող եք առաջ գալ։ Եվ առողջով շարք։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Այդ օրինակը, որ դու տալիս ես Տեր, մենք սովորենք, թե ինչպես ոչ թե մեր նվիրատությունն է, որ մենք բերում ենք մեջ, ոչ թե միայն մեր ժողովրդությունն ենք բերում, այլ հնազանդվենք նամիզից, որ դու պահանջում ես։ Հնազանդվենք քո խոսքին, հնազանդվենք կատարել այն, ինչ որ դու մեզ կանչում ես, եւ ամեն մի լուման դոլար, ինչ էլ որ մենք նվիրատության բաժինը բերում ենք Տեր այսօր, քո խոսքը տասում է օրտնվի 30, 60, 100 անգամ ավելի։ Եվ Տեր իմ Փրկիչ, թող ամեն մեկը ստան ուրախ սրտով, ամեն մեկը ստան զվարճությամբ, թող քո փառքի, քո գործերի համար։ Հիսուսի անունով կանչում։ Ամեն։ Հայրուս բոլորին, ես անցակ իրանգի ոչ չէի, բայց կարծես թե մեկ ամիսի ոչ չէ։ Լավ է, որ անպես իսկան, կանի որ իրեք մեկ որ դուն հետ բացակայիս, անչապ կկարողն ասում դուն հետ, ասես, դունիս իմ հատուկ պարծիս վրակուն ուստենեմ ավելի լավ է, չէ, ասդուն է իմ պարծիս, սիգիեցին իմ պարծիս, կարոն ծատիեցես, բոլոր դա պարի եկեղած, ես ոտար մեկը չեմ դեսնում, ոտար մեկը, բայց արամն է, մեկ երկու հայդարարություն, դերը կամի աս եկող շապադորը եղբայրներու աղուտաժողովը ժամինին և նախաջաշ միասին։ Բոլոր եղբայրներ, որոնք իրենց հսկան դղամարդ և հսկան դերոջը զավակ կան միասին ոս ժամինին աղուտելու և միասին նախաջաշն ներվր։ Դիրեք առաջին եկեղեցին, ասի ամեն օր գնեին, ամեն օր իրարու հետ հաց կպիտրեին։ Եվ կարծեմ, թե մեր հայերը անդեղ են սուրված են։ Ասում խոսքի մեջ, գործ կարակելունցի մեջ կսե, և ամեն օր հաց կգդրեին իրարու հետ։ Մեր հայերը, մանավանդ
մեր հայաստանցիներս միշտ կզենք, որ հաց ունենք։ Ես անգամ ասի, որ հաց ունենք, հետը նա միսը լակոր է։ Հետը ուրիշ բան մրլա, միան հաց ունենք։ Բայց հաց ունելը իրար կմիացնի, իրար հաղորդակցություն և ամերիկացիները ամենամեծ բիզնեսը գնեն լանչի ինտացում։ Եթե մեկուն աբրանք պիտի ձախեն, կամ մեկուն իրենց գործը պիտի ներկայացնեն, ջաշի վրա գարանտի գլա։ Եթե միան տելեֆոնով գնես, օգնություն։ Ուրեմն, եղբայրներ, այս շաբաթօրը ժամինին ոս դերոջը հետ հանդիպին ավակապար, որպեսի դերը ատմուզեն։ Միապանությունը բահին։ Եվ աս մեր կոլկովիկալը եկեղեցին աստծո կարկացությունն է։ Եվ ասված ես է, որ կոլկովիկալը մի տող։ Շատեր գսե բոլոս եկեղեցի TV-ով գնային, իմ կարոզս կարկած ատպես չէ, միան լսել չէ, հաղորդակցություն է։ Աս շաբաթօրը ադիեն Եվ նաև ինչպես հայտարարվեցավ հագուստներու նվիրատվությունը, որ այսօր շատեր բերած է։ Բերած է։ Ավտոյի մեջն է։ Եվ եկեղեցիեն վերջը ոս պիտի բերվի և ոս մնա շաբաթ օրը երասարդները պիտի կան ժամը 11-ին, ժամի 3-ին և իբերու մեջ պիտի տրեն և ինչ-որ կհասկնամ, ես հոս չէի անցալ գիրագին, բայց արշակ եղբայրը, որ գարձանակրը մտի գրի կարոզը և հայդարարությունները, որ թանգացրել են ճամփորդությունը դուպերին։ Լավ կլա, հագուստներուն նվիրումի ադենալ, նույնտական նվիրում ունենք, որ մեկ բաքս $72 է գրգել։ Ադորալ օգտակարել են, որպեսի ասանդերոջը պարքեն համարել են։ Ամեն։ Շատ ամեն չգսեցի։ Ամեն։ Անգլերեն երգ ունենք։ Երկենք այս կանչելի երգը Spirit Song, հոգի երգ դերնագիրը և թողտերը իր հոգիով լեցնում ես ավելի, եթե չունենանք Աստծո հոգին, պարապ պիտի գնանք և պարապ մեր գործերը արդյունք պիտի չունենան և ոչ էլ պտուղներ Տերը թվում ես առատապես։ Oh,
Հայլույս մի անգամ է։ Ինչպես եք սիրելիներ։ Բարքաս, ես եմ ասում։ Բախի չեք ասում դու ոնց ես։ Ալելույա, արտիրոջ է։ Ինչպես որ Արման եղբայրը ասեց եւ աճի եղբայրն էլ նայել էր անցած Կիրակի օրվա համար եւ Սուրբ Հոգի իջավ երկի ժամանակ էլ հոյակա պաշտամունք է շատ լավ դասավանդություն է Աշոտ Եղբոր կողմից ոնց իրար հետ միացանք եւ փառաբանություններ եղբայրներով նոր երկերը երկելով Կարաչարկեի ամենից նույնիսկ ես մոտս նշել եմ նորից վիդեո նայել բավականին լավ խոսքեր են լավ Աստծո խոսքից օրինակներ էին որովհետև այդ օրը եկեղեցին փոխվեց այդ օրը եկեղեցին հեղափոխվեց այդ օրը անկյունում վերնատանը նստած ամեն մեկը 120 հոգի իրար հետ աղոթում էին, ինչպես որ Հիսուսը իրանց ասեց ինչ անի եւ ասեց այն սպասեք միջև որ Սուրբ Հոգին իջնի արեցին ինչպես որ ասեց ու մեկից մեկ այն մարդը որ ուրացավ Հիսուսին, այն մարդը որ բախկվել էր, այն մարդը որ փախնում էր Պետրոսի մասին եմ խոսում, մեկից մեկ ոտքի կանգնեց եւ սկսեց քարոզել խիզախությամբ եւ դա չդադարեց։ Այս բոլորը ասում եմ որովհետեւ Hեղափոխական Կիրակի powerful day the day of Pentecost in Acts chapter 2. Starting next Sunday, Եկող Կիրակի օրվանից I will be dressing in soccer jerseys. Yes, in ֆուտբոլային մայկաներով եմ գալու։ Աշխարհի խաղերի համար for the World Cup. If you want to come in soccer jerseys, you're welcome to. Ուղղակի ամբողջ աշխարհը ֆուտբոլային մեջ գիտեք ինչն է շատ հաճելի ու շատ դուրեկան որ ինչքան քրիստոնյա ֆուտբոլիստներ են շատացել։ Wow! Իսկապես արտնություն կա։ There is a revival amongst soccer players. Հատկապես աֆրիկացիները։ Այնպես են Աստված փառաբանում, Աստվածաշունչը ցույց է տալիս իրանց թևերի տակ մտնում են ավտոբուսների մեջ, դուրս են գալիս, Instagram-ով ունեն բան, որ հատ ցույց է տալիս այդ բաները, it's just amazing։ Ինչպես են Աստծուն փառք տալիս, եւ եթե նկատեք տելևիզորով որ նայել չեն փախցնում ապարատը, հենց որ մեկը սկսում Աստծուն փառք տալ։ Այստեղ all of a sudden there is technical problems, it lights out, make us ksuma, part of Hisusi. But sportain and tanur. Right? Bani Mitch, there's a powerful move. So that's what I'm going to do. If you want to join, you are welcome to. Yechbayleri bana sens vache yechbayr vor shapatorov nay, kitesteb na kitchen mampanak pomidorov zvadzeli im braya. Մեծ ավեսո կսարքեմ, մենակ տեսնում եմ քիչը սարքեքստը բան բենեք affordable իմ վրա է այդ ոնց ասեք So երրորդ բանը սիրելիներ Մանուշակույրը Հայաստանում է գնացել է դե ժամանակ բայց մի քիչ լավ չի հիվանդացել է եկեք իրեն լավելացնենք աղոթների մեջ մեր քրոջ համար ինչպես Վաչեև բայրը ասեց մեր երիտասարդներով մենք ժամը 3-ին հավաքում ենք, բայց մայրեր, հայրեր, միացեք մեզ հետ, please join us putting the boxes together, pushing it down, have fun with it. At 3 o'clock we're going to gather here, I'll have the boxes ready, դուպես the պատրաստած կլինի, and as Bacha said, we're going to, each box is 72, I'm going to sponsor, I'll lead the way, I'm going to sponsor one box. So if դուպը ես sponsor կանեմ, We may have 5, we may have 10, չգիտեմ ինչքան շոյերա, թակույքույր ասմա եսի մենք հանա հավաքել մեծ տոպրակ։ Մեծ, okay. Չհակնված հակոստներ։ Amen, պարտիրոջ, So, իմացեք, ասնեք խոսքի վերջապես, Amen, աղոթքով, Հայր Աստված, տարիներ է հիմա, որ ես նախքան սկսում եմ Քո խոսքը մատուցել իմ եղբայրներիս քույրերիս, միշտ խնդրում եմ քո Սուրբ Հոգու առաջնորդություն։ Այն օրվանից, որ ես նկատեցի, որ ես իմ ուժով չեմ կարող, եւ
իմ արծաթալեզվով չեմ կարող որ չունեմ էլ քո խոսքդ մատուցելու այլ քո Սուրբ Հոգով ամեն բան կարող եմ խնդրում եմ քո Սուրբ Հոգով առաջնորդես այս խոսքը որ կա այսօրվա համար եղբայրներիս քույրերիս համար եւ թող խոսքը մեր մեջ լավ դեր վերցնի եւ հեղափոխվի մեր միտքը մեր սիրտը դեպի ավելի ու ավելի քեզ օրհնում եմ քեզ Տեր եւ Քույր Հիսուս Քրիստոս եւ դու քո օգնություն թափես ամեն մեկիս վրա բանոն Հիսուսի անունով զորավոր Հիսուսի անունով ամեն ամեն հալելույա Երեք առավոտյան Zoom զանգ ունենք բոլոր եղբայրության հովիվների հոգեբարձության անդամների հետ we had a call, a Zoom call with all the brotherhood pastors worldwide, աշխարհով մեկ, Uruguay, Beirut, եւ այլն, all over. Եվ Պատերի Մատոսյանն էր երեկվա բան առաջնորդում եւ հետաքրքիր թեմաներ ենք մենք բան անում, սերտում իրար հետ եւ թեման է թե ինչու կամ ինչա պետք արվի որովհետեւ եկեղեցին գնալով նահանջում է քանակները քիչանում են եւ տարբեր օրինակներ ինձ հետ հասավ կիսվելու եղբայրների հետ ասակ եղբայրը շատ լավ մի հատ խոսք տվեց վերջում որ դրա մասին ասելու եմ տարբեր եղբայրներ խոսեցին օրինակներ թե իրենց եկեղեցիում ինչ փոփոխություն ինչ ավելացնել բայց ցավալի էր որ շատերը իրենց փոխարինող չունեն եւ շատերի մոտ էլ եկեղեցի գնալով քչանում է եւ ինչու է դա եւ ես խոսք ունեի պատրաստված ուզում էի ոնց որ Աշոտ եղբոր խոսքից մի քիչ շարունակել Սուրբ Հոգու մասին այսօր բայց երբ որ Աշոտ եղբայրը ասեց Ռոմայացու 12-րդ գլխի 2-րդ համարը սա է ասում խոսեց դեր ինձ այդ համար որ շատ կարևոր է մեզ բոլորիս համար եւ ընդհանուր եթե եղբայրները Zoom-ի մեջ ու շատի լսում էին այդ համարը բավարար է that number in Romans 12:2 is enough for every church in the world to have a revival, to have an awakening. Because it is exactly that. I'm going to implement this. Yes. So yes, Romans 12:2, and do not be conformed to this world, but be transformed by renewing your mind, that you may prove what is that good and acceptable and perfect will of God. Not will of mine, will of God. Եվ մի կերպարանիկ այս աշխարհին կերպարանքովը, ապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որբեսի քննեք թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է. The most powerful thing, young people, you have, and all of us, we have, Melanie, the most powerful thing you have is a made-up mind. Ամենազորավոր բանը, միտքը երբ որ մարդ որոշում է, հայերենով մտքի մարդու տեղ լինի. If you have a made-up mind, it's over. You will get it done. You want to be a millionaire. You will become a millionaire if you put your mind to it. It's not difficult. It's a mindset. It's a drive. It's a purpose. Why should you have that? I wanted to be a basketball coach. Basketball coach? Boys and Nayu. Yeah. You can't tell. But I'm going to be a coach.
Եվ պապաս կատակով կասեր մի օր որ դու մարդ դառնաս, որոնք քտիկի լսեն։ Եթե դու մի օր մարդ դառնաս, ես էշի նման կզռամ։ So երբ որ ես գլխավոր մարզիչը դարա Չեյփի քոլեջում, անունս դրավ մնա դրած, պապային մամային բեկալեցի, քշեցի միջև Չեյփի քոլեջ մի ժամ հեռու, հասա դրան դեպը ասի պապ ջան, Եսի մամա տեսնես, այո, դնաս, ապրես, ասի ես համասարանը տեսնես, այո, ապրես, տեսնես ես դպրոցի բասկետբոլի մարզիչը գլխավորով ա, դու ես դրաս, ապրես, հիշում ես որ զու ասեցիչ։ You have to laugh, ծիծաղալ պետք է, լացել պետք է, but you make up your mind, you will accomplish it. Guarantee. I'm not talking about I like to do this. Եթե ես մի անգամ անհայր երեխեքին ասի, ով ա ուզում միլիոնատեր լինի։ No, you don't. Դու ցանկանում ես. Everybody would like to be. But do you want to be? Do you want to be an athlete? Դրայս հետ է խոսում երեքի շերասի սեմ ասեցի։ Երկու խաղեր խաղացել արդեն և մարզիչը շատ ամբողջ սեզոնի ժամանակ 3-4 անգամ իրան դուրս տարավ ճաշի այս USL երկրորդ պրոֆեսիոնալ թիմի գլխավոր մարդը համ ինքը տերն է, միլիոնատեր, համ է մարզիչն է, որը սխալ է, ճիշտ չի եկի, բայց իրան նա փողը իրականն է այդպես է ուզում։ Տղաս ուրիշ տարբերակներ ուներ, բայց իրան պրամսներ արեց, արեց հիմա եկել է ժամանակը և երկու խաղի մեջ ընդամենը 2 րոպե է խաղացրել։ And he's frustrated. Ինքը գիտի ինչ կան լավ այնքը։ So ես իրան առաջարկություն տվեցի, սամ ասի եմ միշտ տարբերակները ունես, do you want to take it? Ասի talk to your coach, խորհուրդ տվեց իրան։ But ինքը ինձի դաս տվեց երեկ գիշեր։ He gave me, he goes, Dad, I'm going to train harder, I'm going to practice harder, I'm going to go all out every practice, and I'm going to pray. Ես դաս սովորեցի։ Ասեցի, դու գիտես տղաս, ես հանձնվել բառը չունեմ, I don't have a thing giving up, but this is not quitting, եսի հանձնվել չի, this is realizing, որ ես մարդը քո գնահատը, he doesn't value you, չի գնահատում, ով ես դու, միգուցե բոյին է նայում, որտև հոգնել ասեց, հենց որ դաշտ ամտում, տարբերվում ազգում են, բախի նախքան տեսնելը դատում, people will judge you, մարդիկը դատեն քեզ, forget them, you're a Christian, trust in God, հավատում ես դոչը, վստահիր, ու այսօր հիմա ինքը եկեղեցիում է իր մարզիչի հետ, համասարանի մարզիչի, ոչ թե մարզիչը, որ նորից եկեղեցի անում, իրան խոսումներ տվեց, քանի անգամ ճաշի տարավ, և հիմա մոմենտ է եկել է, բայց what's God doing in the process? Աստված ինչ գործ է անում է դրա մեջ, աղոթքով ամեն ջեղքում կառաջանա, չհանձնելով ամեն մի տիրոջ տեսիքները իրականանա մեր կյանքի մեծ սիրելիներ։ Այս ասում եմ ինչու, renewing your mind։ Եթե նույն մտքի վրա նստած ես, կլինի խոսքը, բալես, ես կյանքի փուջա, թախտի վրա նստած, բախտին ասպասում, դես պասի, no, էդի աշխարհի մարդը թող ասի, որ Հիսուս չունի և իսկապես իր կյանքը փուջա տարիներ հետո, բայց երբ որ մենք ունենք, renew your mind in Christ, Հիսուսի մեջ թող միտքդ փոփոխվի, տարիքը ոչինչի կապ չունի, has nothing to do how young you are and how old you are, ոչինչով տարբերություն չունի, unless we get a renewed mind, you will never be able to see what God is doing new. Եթե մեր միտքը չփոփոխվի, մենք չենք տեսնի, Աստված շարժվում է, գործեր է անում, ու մենք չենք տեսնի, որտեղ մեր միտքը մնացել է նույնը, չի փոխվում, սովորել ենք ես մի բանը, սովորել ենք մեր տան մեջ, ստեղ գործի տեղը, շատ անգամ գործը գալիս է պատի է հասնում, it's good, գործը շատ ավելավա դու, գործը վատացավ, no, you gotta change things,
նոր բան պետք է անես աշխատանքի մեջ, things will change։ Եթե փոփոխություն եք ուզում, փոխվեն։ Շատ անգամ նույնիսկ փոխհարաբերության մեջ, husband and wife, kids and adults, you want them to change, you change։ Մենք միշտ ուզում ենք կողքինը փոխվի, բայց մենք չենք նկատում, որ մենք պետք է փոխվենք։ We need to renew our mind։ Մի քիչ պետք է թարմացվի, եթե ապրենք մեր կյանքի ինչպես որ 100 տարի մեր պապերն են ապրել, չես կարող այս տարի մեջ նույն ձևով ապրես, times are changing, everything is changing։ Ամեն փոփոխության հետ մենք պետք է հարմարվենք եւ նկատենք ինչա կատարվում, ինչա անում Աստված մեր մեջը։ I read a book, a New York Times bestseller, մի հատ գիրք էի լավ կարդացել, called Who Moved My Cheese? Ով իմ պանիրը տեղից հաշելամի moved it, ով շարժել իմ պանիրը։ And it's about 2 little mice and 2 little people։ Եվ ես պատմության մեջ ես գրքի մեջ ասում եմ, որ այս 4-ը իրար հետ ապրում էին, փոքրիկ երկու մարդ եւ փոքրիկ երկու մուկիկներ ու մեկից տարիների ընթացքում ես իրանց ամեն օր մի քիչ պանիր ուտելով, մեկը պանիրը չկա։ Պանիր չկա։ Մեր կյանքի մեջ շատ անգամ պանիրը շարժվում է, պանիր չկա։ Երկու մուկերը մեկս հոկոտ, երկու հոկոտ, տեսան մուկ չկա, okay, գնացին փնտրելու, they went out to look for new cheese։ Են երկու փոքրիկ մարդիկը մստած են, պանիրը գնացին, պանիր չունեն։ Մի քիչ լացեցին, երկու լացեցին, երեք լացեցին, մյուս փոքրիկ մարդը որոշեց, որ ինքն է գնալու։ Վերջապես հենվում ալ գնում ամենքը տեսնում եմ մի քանի պանիրը ստեմ, մի քանի պանիրը, մուկները արդեն գտել են իրար պանիրը։ Իսկ այս վերջի փոքրիկ մարդը մնում է, stays there, crying, complaining, տրտնջալով, շարնակ, առանց պանիրի։ Եվ կյանքի մեջ ենտրես ասենել, something happens in life, tragedy happens, accident happens, good things happen, different things happen. What do? Are we going to get up and go look for something new? Or are we going to stay in the old and cry and complain all day and all night long? We have to have a renewed mind. Եթե փոփոխող միտք չունենանք, ոչ մի բան չի փոխվի։ Նույնը կմնա։ The 2 little mice had a renewed mind right away. The one little person renewed his mind eventually. And the other person never ended up having a renewed mind and became miserable. Մեր կյանքի մեջ սիրելիներ, կարող եք սա մեզ օգտագործել մեր անձնական կյանքի մեջ։ We could apply it in our life. Աշխատում ես գործը լավ է, մեկից մեկ ինձի զանգ եկավ, մի օր որ այս շաբաթ վերջի կիրակին, վերջի օրնա, որ գործը լինելու է, անիվների գործերի Լաս Վեգասում անում և փակում ենք դռները։ Բա ես ինչ եմ անել։ Մեկից մեկ փակում ենք, այդ որոշումին ենք։ Ու ես աղոտքի անցա, դե իմ ասված, ես ես դե իմ մարդիկ եմ։ Ոնց կարող է դե, զանգեցի, ասա, okay, լավ, երկու շաբաթ, 2 week notice, plenty of time for me to pray։ Աղոտքով արեցի և տերը վերեց Mike Garfield-ին կյանքիս մեջ, այդ երկու շաբաթվա մեջ, Mike Garfield-ը անհայր երեխեքի ծառայության տնօրենը, հովիվի միջոցով, through the pastor, I meet the guy, he offers me the position as a director in Las Vegas. Forget that cheese, there's new cheese. Անձնական կյանքիդ մեջ մեկից մեկ գործը դժվարանում է բիզնեսը, բան ալնում և դուրը պակվում է։ Ասեց, հավաքի երեխաներ, որ հայրը չկա իրենց կյանքի մեջ, 3 ամիս հետո ճամբարը կանենք ու կսկսենք քեզի վճարել։ Ասեցի, Mike, I just lost the warehouse, I don't have a job right now,
Oh, okay, we'll start paying you right now. Հիմիկ բայց սկսենք վճարել քեզ։ Pray, trust the Lord. Pray, trust your prayer. Աղոթքի մեջ ինտու հավաք կանգնած լինես։ Renew your mind. Don't get stuck on old cheese. There's new cheese that awaits for you. The անձնական կյանքի մեջ. You could apply this in your family. Շատ անգամ մենք անում ենք ինչ որ մեր ծնողներն են արել, մեր ծնողները դաստիարակում ինչպես որ իրենց ծնողներն են դաստիարակել եւ շատ անգամ այն մեթոդները որ օգտագործվել է այսօր չի աշխատում կամ տարբեր մթնոլորտի մեջ ենք անում, տարբեր մշակույթի մեջ ենք ապրում, and things are different. Not all things are good, that's different. So yes, իմ երեխեքիս հիմա ասում եմ. Look at me as an example. Նայեք ինձ որպես օրինակ. Things to do and things not to do. Որոշ բաներ, որ ձեր հայրը արել է, որ նո, ես չեմ անի հետի, որոշ բաներ, որ այլա կարելի է շարունակի։ Սա լավ օրինակ է։ Իմ հայրս աշխատասեր անձ էր. He worked tireless worker. He knew how to bring home the bacon. Գիտեր ինչպես աշխատել ընտանիքը պահել ֆինանսապես։ He has been to my thing one time in my life. Ասած կամ դիգուցել, I don't know if everybody knows. Մի անգամ է եկել, օրնել եմ հիշում հոպարից հետ էր, մի անգամ է եղել, որ եկել եմ իմ ֆուտբոլի խաղին։ Ես ամբողջ իմ երիտասարդական baseball, basketball, football, soccer, ինչ ասել չեմ խաղացել, սպորտի մեջ եմ եղել միշտ։ Մի անգամ է եկել։ Իսկ իմ տղայիս համար I'll drive to Arizona, I'll drive to Riverside, ու ամբողջ ժամանակ երեխեքիս ամեն ինչին ներկա եմ։ Տեսնելով, որ այսպես էր, ոչ թե որ ինքը չէր հետաքրում, ի ուզում որ գիտեն, աշխատացել, աշխատող մարդեր դա է իր գործը։ So, we have to look in the mirror, միշտ պետք է նայենք to renew our mind, թարմացնենք մեր միտքը, որտեղ մեր մտքով, մեր եկեղեցին, թարմացնելու կարիք է, սիրն է նայենք, կարող է ամեն մեկս եկող Կիրակյուրը մի վետրով ներք բերեք, bring a paint to his պատերի վրա դասից ներք թափեք, լրիվ տեսքը կփոխվի his պատերի։ Let's get a team here together, ով ցանկություն ունի, այս բարակույրները կարող բազիկներ կողքերը դրեք, այս պատերը փոփոխեք, այս բաները, make this our house nicer, ամեն մեկը ձեր տան մեջ մի քիչ չեք փոփոխություն անում որ ժամանակը մեկ, let's change things a little bit to make it nicer. Whoever has an interior designing, it's a renewing of your mind. And all of a sudden, we say, oh wow, that's nice. Արշակ եղբոր վիդեոն կնայեի և տեսա, որ փոփոխություն հրացեք ձեր եկեղեցի մեջը։ Ամբյոմը փոխված է, երկու հատ աթոր հոսկա նկատել է, գեղեցիկ է։ Եվ փոքրիկ բան եք փոփոխություն արել և տարբերությունը նկատվում է։ Back in the day, string instruments in the early church meant something else. Ժամանակին տարբեր ձևի ինստրումենտներ էր օգտագործում։ Today, that means something else. Բոլորովին տարբեր է, այս նորից Աստծո ստեղծագործություններն են։ It's God's creation. Back in the day, church building was something else. Today, it's something else in most places. Առաջ հապակվում էին մեծ տների մեջ, այսօր մենք հապակվում ենք Աստծո տան մեջ է, աթոռներով ամեն ինչով ժամանակին այսպես չէր։ Years go by, things change. What used to occupy time for young adults 20 years ago, it's much different than today. Հարցրեք բոլոր մեր երիտասարդների։ Ճիշտ եմ ասում Հովհաննես։ Վերևից։ Հələ թող իրեն ասեք 20 տարվա առաջվա բաները անեն։ Առաջի բանը հեռախոսը ձեռս վերցնես։ For all of us, we're connected to this phone too much. But it's so useful. Շատ բաների համար պետք է քո սեկրետերին է։
Իմ սեկրետերն այն հրապոսս։ Իշաստում այն ինձ ինչ ապել հարցերուն եմ գնում եմ իրան, նույնիսկ անունն եմ դրել։ Ինձ ներսես ջարով է պատասխանում։ Ու ինձ ինչ ինֆորմացիա որ պետք է chat GTP-ը GPS։ It gives me the information I need. But it becomes too occupied and we lose touch of humanity. We gotta be careful. Renew your mind in a good way. What am I coming to church? Ինչի եմ ոտերում այս ամեն ինչով։ Սիրելի ընտանիք, we all must continuously renew our mind. Շարունակ միտքը պետք է փոփոխվի to know, իմանանք, and I mean know what the will of God is in our life and in our church. Պետք է մենք իմանանք ինչ Աստծո կամքը։ Պետք է իմանանք ինչ Աստծո կամքը եկեղեցի համար։ Շարունակեմ։ The reason why some churches grow and some churches don't, ինչու են որոշ եկեղեցիներ նահանջում եւ որոշ եկեղեցիներ աճում. That was the main topic of the brotherhood pastor yesterday. Կենտրոնական թեման էր հովիվների երեք. Because so many of them are dying, or the շատերը չորանում են. And I guarantee you, if they all take the scripture to heart and self-examine, they will receive a revelation from God. Եթե ամեն մի եղբայր արժակ երբ որ տված խոսքը եւ ոչ թե միայն համար ասած, այլ կարդաց, if they take it to heart and mind, հայտնություն կունենան. I immediately got it. As I'm going to share this with you, it says in the Spirit. God, it's important. Նույնը չես կարող մնաս։ Նույնը մնացիր լիճը, եթե չի հոսում, չա դառնում, լճանում է եւ ճանում։ Որս։ Բայց երբ որ հոսում է, հոսածով գետի մեջ ասում է արբակները լինի։ Աճում ես, կանաչում ես, մեծանում ես։ They don't grow because their minds refuse to renew like the little person in the book. And other churches grow because they go out looking for good cheese. Եկեղեցին գաճի, եկեղեցիներ ավելացնեն, փոփոխություններ անեն, տարբեր ձևի մտածեն։ Ես երկեր ենք երգում, Աշուկ եղբայրն է գալիս, որ երկեր է դնում, Արմանն է երգում, Կապույտ գրքից, Էլմաջանից, balance. Մի քիչ ստեղից, մի քիչ ընդեղից, մի քիչ ընդեղից, տարբեր մարդիկ ունեն, որ տարբեր, ամեն մեկին եթե ասենք, մեր բոլորը երկեն իմ ուզած երկերս, շատերը կնեղանակ, եթե բոլորը երկեն Ալինե քրով սիրած երկերը, այն մյուս մեկը, ու այդպես է բոլորը սաղատ, but there's a good balance. Նոր երկ means new creation, նոր ստեղծագործություն. Not an old song sang for the first time. New creation. Նոր երկեր. Մեր եկեղեցի 30-ամյակը, եթե ճիշտ եմ հիշում, երբ որ Engels was at the 30-year anniversary when you played Pasadena made. And you played a song that you created, right? You wrote. Engels ինքը ստեղծել է. It's a creation. The creative mind is not given by Satan. Սատանան չի տակ հետ ստեղծագործող մի չի կարա. So it's God giving you ստեղծագործական բանը, նա կարա սատանան գա առնի փոխ հետ միտքը, առնի քեզ խափի եւ օգտագործի իր կարգյան. But other than that, absolutely not. Առաջ գնանք առակ ձևով, ու դու ուզում ես հիմա Ռոմայոց 12:3-ից իջնենք մինչև 8 ու ավարտենք. Amen. Գնանք մի քիչ գազի սխմենք, հա? For I say, to the grace given to me, to everyone who is among you, not to think of himself more highly than he ought to think, but to think soberly as God has dealt to each one a measure of faith. Քանզի ինձի տրված շնորհքով այս կսեմ ձեր մեջ եղող ամեն մեկում, որ արժան եղած է մտածել ավելի բան չմտածել, ապա զգաստ կենալ մտածել հավատքի չափով։
որ Աստված ամեն մեկուն բաժնեց։ Ամեն մեկու, to everyone. Կողքինի տասած այդ գագուլիկ, քո հետ է խոսում։ He's talking to us. Մեր հետ է խոսում։ Everyone. Verse 4. For as we have many members in one body, but all the members do not have the same function. Բասնզի ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, ու այն բոլոր անդամները միևնույն գործը չունին։ Նայեք, անդամներ նայեք, 1, 2, 3, 4, 5, 6, ամուսինը կնոջը թարգմանման ուրիքն է լեցվում։ Անդամ, member, անդամներ, մեկ մարմին, all together, each one different than the other. Եվ ապույր երկու աղջիկ ունես, զույք են մին բանն, մեկը միսի ստաբեր, չէ? Արուսկուր երեք հատ ունես։ All of us. Different. But ամեն մեկը յուրահատուկ է։ Aram is different and unique and beautiful. Emma is the same, Engels is the same, Armen is the same. And it goes on. Մեկ առ մեկ բոլոր այդ անունները տարբեր են, but we have some functions. So we being many are one body in Christ and individually members of one another. Նույնպես մենք շատորներս մեկ մարմին ենք Քրիստոսով եւ ամեն մեկերից իրարու անդամներ ենք։ One member of Christ, one body of Christ. Verse 6, having then gifts differing according to the grace that is given to us, let us use them. If prophecy, let us prophesy in proportion to our faith. Ուստի մենք զանազան պարգևներ ունենալով այն շնորհքին համեմատ, որ տրված է մեզի, եթե մարգարեություն հավատքի չափով օգոզած է։ Նայեք, սերը չի ասում, որ եթե տրված է, given, մեջը աստվածային պարգև կա guaranteed. Սուտ չի կարա ասի աստծո խոսքը։ It is the truth. It is gifts that we all have. Verse 7. Or ministry, let us use it in our ministry. He who teaches in teaching. Եթե սպասավորության մեջ ըլլակ, ան որ պիտի սորվեցնեք, սորվեցնելու ետևել լա։ He who exhorts in exhortation, he who gives with liberality, he who leads with diligence, he who shows mercy with cheerfulness. Ան որ պիտի հորդորելու ետևե, ան որ կպաշխե, մարզմտությամբ թողնե, ան որ վերակացու է ճանքով, ան որ կողորմի օժարությամբ։ Hallelujah. Wow. Guys, go home and read this scripture again. This is very, very powerful word that Jesus is telling us. I'll tell you something. The reason the early church grew thousands, because they used their gifts. Yes, they used their gifts. They used their gifts. The body of Christ. I want to pray for you. Take it for us, forgive me. Ուզում աղոթեմ ձեզ համար, երկու բան եմ ուզում ձեզ համար աղոթեմ։ Մեկը Պողոս Արաքյալը ասեց իր հոգևոր զավակին։ Այս առավոտ ժամը 6-ին տեքստը ստացա Փասկվալից։ Էսի ասեց ու հիշեց։ Դրա համար միշտ խնդրում որ Սուրբ Ոգին առաջ։ Պողոս Արաքյալ Թիմոթեոսին հայեց ասեց Թիմոթեոս, stir up the gifts that is in you by the laying of the hands. And պարգևները որ կան մեջը շարժի մեջը դասեց, շարժի, stir it up, ոմանքը կարող է մեջը մնացել է մի քիչ, կարող է լճացել է, պետք է մի քիչ շարժել սիրի։ Փասկվալը զանգեց առավոտ ու տպտպ And says, I am praying for you. Let it be a supernatural day for you. Դե քիչ քաջալի ռողա Երբ որ քո հոգևոր հայրը, հոգևոր եղբայրը տեքստ անում քեզ Կիրակի առավոտ եւ ասում է աղոթում եմ քեզ քո համար։ I'm praying for you. Թող գերբնական փոխ լինի այս։
Հալելույա, ամեն, ամեն։ Երկրորդ բան ուզում ձեզ համար աղոթեմ, as we lift up our hands, ձեռքեր բարձրացնելով, may the Lord grant you gift to be used in His kingdom of God. Ինչպես սերն է նայ, եթե ուզում ես մի բան երկնքից, ասած Տեր Աստված դուր ինձ։ Դուր ինձ այն պարգևը, որ սրտիս մեջ կա, դուր ինձ այս պարգևը, որ եթե ցանկանում ես, դուր ինձ այն, որ մեջս ավելի արթնանամ մեջս, որ ես օգտագործեմ քո թագավորության մեջ։ Աղոթեք այս աղոթը, ձեզ տամ մի 2 րոպե, որ դուք անհատական այս խնդրեք ու ես հետո փակեմ աղոթելու ձեր բոլորի վրա։ Եկեք աղոթենք ամեն մեկից։ Հալելույա։ Սիրելիս, որ վերջանան դու կարող ես շարունակել աղոթել, կարող ես շարունակել աթոռի վրա մնաս։ Տեր իմ զորավոր հայրս ես, դու իմ պապան ես, և դու քո զավակդ Հիսուս Քրիստոսին իզուրի չուղարկեցիր խաչապայքի վրա, իզուրի չուղարկեցիր, որ նա իր արյունը թափի քամբի, որ այդ մեջը արյուն չկար, ջուր էր դուրս գալիս հայրին։ Դա իզուրի չի կարա գնա։ Այսօր քո եկեղեցին խնդրում երկնքից, որ դու իջեցնես մեր վրա, և այն պարգևները, որ մեր մեջ կան, շարժի մեջ, stir it up inside of us. Let it awaken. Եթե մի փոքրիկ կրակ կա բենզին թափի վրա, թող կրակը բոց դառնա. Let the flames of this gift come out forward. Let the church become more and more bold and more courageous. Որտեղ որ դու տանում ես մեզ Տեր, հասնենք այն նպատակին, տեսիքին, որ տվել ես Տեր Աստված։ Աղոթքով, քո խոսքիդ մեջ աճելով, օրհնում եմ անհատական ամեն մեկին Տեր, մեր եկեղեցու մեջ։ Օրհնում եմ ամեն մեկին, որ իրենց պարգևներով, իրենց տան մեջ նույնիսկ Տեր, մեկը մյուսի վրա աղոթեն, մարգարեանան, օգտագործեն ինչ որ ինձ տալիս ես։ Հայտնվի իրենց կյանքի մեջ Հայր, զորացու իրենց ամեն մեկիս, Հիսուսի անունով։
Աստված օգնի ձեզ եւ պահի ձեզ։ Աստված պայծրեցնի դեպքը ձեր բոլորիա եւ գորմի մեզ բոլորիս։ Աստված կասացնի իր երեսը մեր վրա եւ այր խաղաղություն։ Ձերներ նորոգեք ձեր մտքերը եւ Տերը նոր հայտնություններ կտա։ Գործի համար, տան մեջ, եկեղեցու մեջ։ Եվ ուզում եք ես պատեր գունավորենք, ըստ բան։